10 հայտնիներ, ովքեր հավատում են աստղագուշակությանը։ Աստղագուշակության համաշխարհային օրվա պատվին հավաքվել էին հայտնի մարդիկ, ովքեր կտրում են իրենց մազերը բացառապես աճող լուսնի վրա, առանձնատներ չեն գնում առանց երկնային փորձագետների հավանության և նույնիսկ ընտրում են ընտրյալներին կենդանակերպի նշանով։ Lady Gaga Lady Gaga-ն պարբերաբար դիմում է աստղագուշակներին և յուրաքանչյուր շրջագայությունից առաջ խորհուրդներ է խնդրում աստղերից։ Երգչուհին կենդանակերպի նշանով խոյը իր ելույթներն ու հյուրախոհերը ծրագրում է միայն մասնագետի հետ խորհրդակցելուց հետո, ով սակայն երբեք չի սխալվել, նրա համերգների տոմսերը տարբերվում են տիեզերական երկրորդ արագությամբ։ Անջելինա Ջոլի Դերասանուհին երկրպագու է բուդդայական աստղագուշակություն։ Արևելյան պրակտիկայի հանդեպ սերը հավանաբար ծագել է աշխարհով մեկ նրա ճանապարհորդությունների ժամանակ։ Նա կազմում է ծննդաբերական աղյուսակներ և կախված մոլորակների գտնվելու վայրից պլանավորում է իր կյանքի առանցքային պահերը։ Ըստ լուրերի, Անջելինան հոգ է տանում, որ իր ֆիլմերը աստղաբաշխական կանխատեսումների տեսանկյունից բարենպաստ օրերին դուրս գան մեծ էկրանների։ Երևի նրա խորհրդատուն արձակուրդում է եղել կամ հիվանդացել է, երբ տեղի է ունեցել զբոսաշրջիկի քիմիարան, որը հակառակ բոլոր սպասելիքների ձախողվել է տոմսարկում։ Ջենիֆեր Լոպես Ջեյլոն ասել է, որ պատրաստ է անել ամեն ինչ իր ապագայի մասին ավելին իմանալու համար։ Մի անգամ երգչուհին գնաց Լոս Անջելեսից իր հոգևոր դաստիարակ Մերլ Գոնսալեսի մոտ և 12 ժամ անց չեղարկեց իր հարսանիքը Բեն Աֆլեկի հետ։ Հետաքրքիր է, արդյոք Ջենիֆերը խորհրդակցել է նրա հետ Ալեքս Ռոդրիգեսի հետ դաշինքի մասին։ Հուսով ենք, որ նրանց հարաբերություններում առկա դժվարությունները կշարունակվեն միայն մինչև մարտի 26-ը։ Հենց ամսվա վերջին օրերին խոյում Արեգակի և Վեներայի միացումի հետ բոլորը, ներառյալ Ջենիֆերն ու Ալեքսը, կկարողանան զգալ սիրո մոլորակի ազդեցությունը։ Քեթի Փերի Քեթին աստղագուշակությունը նույնպես ընդունում է որպես գիտություն։ Երգչուհին այն համարում է ավելի բարձր ուժի մաս, նույնպես հավատում է նաև այլ մոլորակներում կյանքին։ Փեթին տիպիկ կարիճ է, նշան, որի ներկայացուցիչները հաճախ հնկված են օկուլտիզմի կամ ոչ ստանդարտ գաղափարների։ Երբ Փեթիի դուստրը Դեյզի Դովը ծնվեց, մի հոգատար մայր օրորոցի մոտ բյուրեղներով անկյուն կանգնեցրեց։ Նրանց հանդեպ սերը նա վերցրել է Մադոննայից, որը երգչուհուն նվիրել է իր առաջին վարդագույն կվարցը, որը համարվում է սիրո, հոգևոր դաշնակության և հանգստության խորհրդանիշ։ Արքայադուստր Դիանան Փենի Թորնթոնը աշխարհի առաջատար աստղագուշակներից է։ Նրա հաճախորդն էր արքայադուստր Դիանան, ով դիմել էր նրան, երբ փնտրում էր արքայազն Չարլզի հետ իր ապագայի մասին հարցերի պատասխանները։ Ասում են, որ խեցգետներն ու կարիճները հիանալի համատեղություն ունեն, բայց ցավոք Ուելսի արքայազնը և արքայադուստրը չկարողացան հարմանիք հարաբերություններ կառուցել։ Ի վերջո Չարլզը երջանկություն գտավ ջրային տարերքի մեկ այլ ներկայացուցչի հետ՝ Կամիլայի հետ։ Նա նույնպես խեցգետնի է իր կենդանակերպի նշանով։ Մադոննա Մադոննան ամեն օր մեդիտացիա է անում, դուրս չի գալիս տանից առանց դրամապանակի բյուրեղների հավաքածուի և հաստատ հավատում է աստղագուշակությանը։ Երգչուհին նրա հետևորդը դարձավ կարիերայի սկզբում։ Հարցազրույցներից մեկում նա ասեց, որ դեռ անծանոթ աղջիկ լինելով գումար է խնայել անհատական հորոսկոպ կազմելու համար և հաճախ խորհրդակցել աստղագուշակների հետ։ Մի անգամ աստղը հրաժարվել է աշխատել Դեյվիդ Գետայի հետ միայն այն պատճառով, որ նա կարիճ է։ DJ-ն ու երգչուհին հանդիպել են քննարկելու հնարավոր համագործակցությունը, բայց ինչ-որ պահի ինչ-որ բան այն չէ։ Զրույցի ընթացքում պոպթագուհին պարզեց, որ Դեյվիդի հորոսկոպը կարիճ է։ Նրա դեմքը կտրուկ փոխվեց և հեռացավ։ Ջենիֆեր Էնիստոն Հարցազրույցներից մեկում Ջենիֆեր Էնիստոնը խոստովանել է, որ Բրեդ Փիթը իր հետ աստղաբաշխական 100% համատեղություն ուներ, բայց դերասանուհին վստահ է, որ աստղերը կանխատեսել են իրաց բաժանումը ամուսնուցից։ Վարսահարդարային աստղը նույնպես գրում է բացառապես աճող լուսնին։ Նա հավատում է հետազոտությանը, որը կապում է լուսնային ցիկլի փուլերը և մարդու բիոբանական ռիթմերը։